Բարև ընկերներ, այսօր կարևոր զրույց ենք ունենալու։ Նախապես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզանից, աջակցության եւ վստահության համար։ Խնդրում եմ տարածեք եւ հավանեք տեսանյութը, ինչպես նաեւ խնդրում եմ բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին։ Խնդիրը կայանում է նրանում, որ մենք պետք է բոլոր հարթակներում միմյանց հետ կապ ունենանք, քանի որ կա վտանգ, որ կարող եմ փորձել այսպես ասած վնասել իմ հարթակները։ Ընկերներ, այսօր ցանկանում եմ խոսել օրվա խորհրդի հետ կապված։ Ինչպես գիտեք, այսօր Նիկոլ Փաշինյանը տոնում է քաղաքացու օրը։ Տոնում է մեծ շուքով, քանի որ նախընտրական փուլ է եւ պետք է նախկինների ոճով համերգներ կազմակերպելով փորձի ձայներ փախցնի։ Իրականում քաղաքացու տոնը 8 տարի առաջ պետք է ամրագրվեր իրական հեղափոխությամբ, սակայն մեզ բոլորիս մատերի վրա ֆրացրեցին, խաբեցին։ Իրականում հասարակ քաղաքացին շարունակեց ապրել խաբված, թալանված, իսկ որոշները շարունակեցին իրենց թալանը։ Այս անգամ ավելի մեծ չափերով։ Ցանկացած վայրում, ցանկացած քաղաքում տեղի է ունենում ահռելի չափերի թալան։ Ընկերներ, Նիկոլ Փաշինյանի եւ թիմի գոյությունը մեր քաղաքական դաշտում ապահովում է գործող ընդդիմություն կոչվածը։ Դրա համար էլ պետք է ձևավորել իրական ընդդիմություն եւ իշխանությունը վերադարձնել իրական տերերին։ Շատերը, հատկապես թալանի ջատագովները, կարծում են, որ ես դիմակով եմ հանդես գալիս, ապա վախենում եմ իրենցից։ Ոչ ընկերներ, ես վախենում եմ միայն մեկ բանից՝ կորցնել մեր հայրենիքը, դառնալ թափառական, իսկ դիմակը նրա համար է, որ այլևս մեր երկրում չպետք է կուռքեր լինեն, չպետք է մեկը իրեն թագավոր կարգի։ Դիմակը նրա համար է, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է լինել դիմակով հայը։ Մենք իրականում տոնելու ենք մեր երազած հաղթանակը, չկասկածեք, ու բոլոր թալանչիները պատասխան են տալու օրենքի առաջ։ Ընկերներ, ինձ են դիմել նաև Բարբյուս Նիկոլ Դյումա փողոցի բնակիչները, ինչի հետ կապված խնդրում եմ պատկան մարմիններին զբաղվել խնդրով։ Նամակը ստորև, հարգելի հայ, սույն նամակով ցանկանում ենք տեղեկացնել, որ Բարբյուս Նիկոլ Դյումա խաչմերուկում գտնվող ավետարանական եկեղեցու տարածքում գործում է ապօրինի ստոմատոլոգիական կենտրոն։ Չնայած այն ներկայացվում է որպես բարեգործություն, սակայն դրա գործունեությունը լուրջ անհանգստություն է պատճառում շրջակա բնակիչներին։ Ամեն օր, վաղ առավոտյան սկսած, խանգարվում է մեր անդորրը, մարդկանց հոսքի եւ աղմուկի պատճառով։ Բացի այդ, տվյալ տարածքում կուտակվում են բազմաթիվ մեքենաներ, ինչի հետևանքով առաջանում են կայանման խնդիրներ եւ դժվարանում է բնակիչների տեղաշարժը։ Հատկանշական է, որ կենտրոնի գործունեության թափանցիկությունը մեծ կասկածներ է հարուցում։ Բնակիչների շրջանում առկա են հիմնավոր կասկածներ, որ բարեգործական անվան տակ իրականացվում է ֆինանսական միջոցների ապօրինի շրջանառություն եւ փողերի լվացում, քանի որ մատուցվող ծառայությունների նկատմամբ չկա պատշաճ վերահսկողություն։ Հաշվի առնելով ձեր հրապարակային ելույթներից մեկում հնչեցված փաստը, որ ձեր ամուսինը հանդիսանում է տվյալ ավետարանական եկեղեցու հետևորդ, մտավախություն ունենք, որ գուցե հենց այդ հանգամանքն է պատճառ հանդիսացել, որ նշված հաստատությունը մինչև օրս դուրս է մնացել պատշաճ վերահսկողությունից եւ համապատասխան տեսչական ստուգումներից։ Բացառությամբ նաև լրացուցիչ մտահոգության առիթ է առաջանում նաև այն փաստը, որ նույն տարածքում իրականացվում է անհայտ պարունակության կաթի փոշու փաթեթավորում։ Չնայած այն ներկայացվում է որպես արտերկրից ստացված մարդասիրական օգնություն, սակայն մեզ հասած տեղեկություններով նա նաև վաճառքի է հանվում եւ բաժանվում երեխաներին։ Սա լուրջ ռիսկեր է պարունակում անչափահասների առողջության համար։ Ուստի խնդրում ենք անհապաղ իրականացնել լաբորատոր հետազոտություններ, պարզելու այդ կաթի փոշու բաղադրությունը, ծագումը եւ անվտանգությունը։ Միևնույն ժամանակ, նշված գործունեության հետևանքով զգալիորեն աղտոտվում է փողոցը։ Չեն իրականացվում անհրաժեշտ մաքրման կամ վերանորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով տարածքը գտնվում է անմխիթար վիճակում։ Հարկ է ընդգծել, որ մենք մեր միջոցներով արդեն իսկ իրականացրել ենք փողոցի որոշ հատվածների բարեկարգում եւ վերանորոգում, մինչդեռ նշված կազմակերպությունը որևէ քայլ չի ձեռնարկում իր գործունեության հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Մենք, որպես այս տարածքի բնակիչներ, պարտաճանաչ կերպով վճարում ենք մեր հարկերը եւ ակնկալում ենք ունենալ նորմալ եւ հանգիստ կենսապայմաններ։ Խնդրում ենք ձեր ուշադրությունը դարձնել տվյալ հարցին եւ ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ապօրինի գործունեությունը դադարեցնելու եւ բնակիչների իրավունքները վերադարձնելու ուղղությամբ։ Հարգանքներով, ձեր հարյուրավոր բնակիչների անունից։ Տիգրան Ավինյան, խնդիրը ձեր տիրույթում է։ Արագ կազմակերպիր բնակիչների խնդրի կարգավորումը։ Իդեպ քո օրերը եւս մոտենում են։ Հաջորդ շաբաթ քո մասին հետաքրքիր նյութեր են լինելու։ Ընկերներ, կրկին շնորհակալ եմ աջակցության համար։ Հաճելի հանգստյան օր եմ մաղթում բոլորիդ։ Կհանդիպենք երկուշաբթի հերթական սկանդալով։ Հարգանքներով, ձեր հայը։